Օրհնեցեք Տեր Հայր։ Աստված օրհնի Մարիամ ջան։ Տեր Հայր, մի քանի թեմաների հետ կապված կուզենք լսել նաև ձեր գնահատականը եւ շնորհակալ ենք, որ համաձայնեցիք այս տարբերակով մեր հարցերին պատասխանել։ Մեծ սիրով, որևէ խնդիր չկա։ Ահա։ Երեկվանից Մասացյոտնի թեմի մի շարք քահանաների հետ գիտենք, որ նախ թեմը ահազանգ հնչեցրեց, որ ոմանք համայնքապետարանի աշխատակիցներ, նաև քահանաների շրջապատի մարդիկ գնացել են քահանաներին տեսել, ըստ էության նաև սպառնացել, որպեսզի վերջիններս այսպես ասենք, ընդունեն այն որոշումը Գևորգ Սարոյանի հետ կապված եւ գիտեք ինչ է տեղի ունենում թեմում։ Խնդրեմ այս իրողության հետ կապված ձեր գնահատականը տաք։ Գևորգ Սարոյանը ինքը ասենց Մասյացոտնի թեմ նշանակվել է Վեհափառ Հայրապետի տնօրինականով։ Նախ թեմը Վեհափառ Հայրապետի տնօրինականով է, որ հիմնվել է Մասյացոտնի թեմը, եւ Վեհափառ Հայրապետը լիարժեք իրավասու է իրեն ազատել թեմի առաջնորդի պաշտոնից, մանավանդ որ ինքը չի վայելում նաեւ թեմի քահանայից դասի եւ հավատացյալների սերն ու հարգանքը։ Ինքը նախկինում էլ մինչև պաշտոնանկ արվել է, փորձել էր քահանաների նկատմամբ բռնաճնշումներ իրականացնել, այդ թվում նաև ոստիկանների ընդգրկմամբ։ Այս պարագային տեսնում ենք, որ թեմակալ առաջնորդը եւ համայնքային այսպես ղեկավարությունը եւ ոստիկանական որոշ ասենք աշխատակիցներ իրենց իրավասությունը չարաշահում են, խախտելով պետական օրենքը, միջամտում են եկեղեցու ներքին կյանքին եւ հայ առաքելական եկեղեցու ուխտապահ քահանաների նկատմամբ բռնաճնշումներ են իրականացնում, որի իրավասությունը իրենք չունեն։ Այսինքն պաշտոնական դիրքից չարաշահում է համայնքապետի կամ փոխհամայնքապետի կողմից որևէ քահանայի ինչ-որ բան պարտադրելը։ Եվ տեսնում ենք, որ այս մեխանիզմը, ասենք, ճիշտ մեխանիզմ չի, անօրեն մեխանիզմ է, եւ մարդը զբաղվում է մարդկանց ահաբեկմամբ եւ հետապնդում են մարդկանց իրենց հոգեվոր եւ քաղաքական կեցվածքի համար։ Տեսեք, մինչև անգամ լսում եմ, խնդրեմ, շարունակեք։ Ասեք, ոչինչ։ Մինչև անգամ 3 քահանաներից մեկի վկայությունն այն էր, քիչ առաջ գյուղապետի մոտից եկա, Սրբազանի խոսքը ինձ փոխանցեց, ասում է, որ եթե 2 օրվա ընթացքում չներկայանամ Սրբազանին, ինձ գործից կհեռացնի։ Սա ահաբեկչություն է, սա ներողություն է բառը կիրառելու համար, բեսպրիձել է, սա ինչ է, Տեր Վրդանես։ Այո, ինքն իր ավչություն է, որ Գևորգ Սարոյանը կատարում է, ինքը, ասենց ասեմ, Մասյացոտնի թեմի առաջնորդանը վերածել է ոստիկանական հենակետի եւ այնտեղ նույնիսկ ասենք տեսա հոգեհանգստի է գնում եւ իր գավազանը եւ շուրջառը ոստիկան է պահում, այսինքն ինքը չունի որևէ քահանայի, եւ թեմի քահանաների հայտարարությունը տեսա, որ թեմի 24 քահանաներից 19-ը իրեն չեն ընդունում որպես առաջնորդ եւ նորանշանակ առաջնորդ ունենք Ռուբեն Վարդապետ Զարգարյանը, որը վայելում է քահանայից դասի եւ բարեպաշտ ժողովրդի հարգանքը եւ հեղինակությունը եւ ինքն է իրավասու թեմի հարցերը տնօրինել։ Իսկ պաշտոնանկ արված առաջնորդը, նախկին առաջնորդը որևէ իրավասություն չունի։ Դա իր իրավասությունների չարաշահում է, ապօրենություն է, իսկ ոստիկանների միջամտությունը դա սահմանադրության եւ օրենքների խախտում է։ Ոստիկանները եւ համայնքապետարանի աշխատողները նման իրավասություն չունեն, այսինքն գործում է բեսպրիձել, ասենք ինքնիրավչություն եւ ասենք կարելի ասել պետական պաշտոնյաները, համայնքային պաշտոնյաները սպասարկում են մի հոգու շահեր եւ այդ մի հոգին Նիկոլ Փաշինյանն է։ Իր հանձնարարականով ապօրենություններ է կատարվում։ Իմ պահանջն է, հորդորն է Նիկոլ Փաշինյանին, որ ոստիկաններին եւ համայնքային պաշտոնյաներին, նաեւ մարզային պաշտոնյաներին նման ապօրինություններ գործելու հանձնարարականներ չտա, պարտադրանք չկիրառի։ Դե դժվար ինքը հորդորներ լսի, այդուհանդերձ Տեր Վրդանես, դուք այս արշավի շրջանակներում նկատել եք մարդկանց հոսքը եկեղեցիներ ինչ-որ չափով Այո, ժողովուրդը իր աջակցությունն է հայտնում, նույնիսկ ես երեք տենց խոսակցության ականատես եղա, որ 2 ոստիկաններ իրանց հիացմունքն էին արտահայտում Մասյացոտնի են քահանաների նկատմամբ, որոնք
Ոնք այս բռնաճնշումներին բան չէին արել, չէին ընդունել, այսինքն գնացել էին, խոսել էին եւ քահանաները իրենց շատ արժանապատիվ էին պահել, որևէ ձևով այդ, ասենք, ահաբեկմանը, պարտադրանքին կուլ չգնալով եւ հարգանքս ու խոնարհումս այն բոլոր քահանահայրերին, որոնք իրենց ուխտին հավատարիմ են եւ նմանատիպ ահաբեկչական sense պարտադրանքներ կուլ չեն տալիս։ Իր հերթին պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը հետ չի կանգնելու, ըստ էության հոգևոր դասը ինչի է պատրաստ դիմակայելու այս Ինքը երկու հարձակումներին։ տարբերակ ունի, կամ այս իր ապօրենություններից հետ կանգնելու, կամ էլ հակառակ դեպքում մի օր կանգնելու դատարանի առջև իր ապօրենությունների համար պատասխան տալու։ Մենք կուզենք, որ ինքը գիտակցի իր կատարած ապօրենությունները եւ իր շուրջը եղող այն մարդկանց, որոնք իրան հրահրում են նման ապօրենություններ գործերում, նրանց ականջալուր չլինի, որովհետեւ մի օր ինքը պատասխանատվության է ենթարկվելու իր կատարած արարքների համար։ Եվ որևէ արարք անպատվից չի մնում վատ արարք, եւ այս երկրի վրա եւ հանդերձյալ կյանքում։ Եթե այս կյանքում էլ որևէ մեկը իր անօրենությունների համար պատասխան չտա, հանդերձյալ կյանքում ստիպված է լինելու պատասխան տալ։ Տեր Վրդանես, տիրադավ հոգևորականներին ինչ ունեք ասելու, ձեր ժամանակի հոգևոր եղբայրներն էին կամ այս ընթացքում եղել է առիթ, որպեսզի նրանցից գոնե մեկի հետ խոսեք։ Ես իրենց ուղակի, ես հենց ասեմ, ամոթանք եմ տալիս, ամոթ իրենց։ Ես շատերի, ասենք, չէի հավատում իրենցից, որ կարող են ուրանալ մեր Տեր Հիսուս Քրիստոսին, Մայրաթոր Սուրբ Էջմիածնի եւ Վեհապար Հայրապետի դեմ դուրս գալ եւ փորձել որպես հերձվածող պառակտել եկեղեցին։ Այսինքն դատապարտում եմ իրենց դուք համարում եք, որ իրենց այս քայլը նաեւ ներողություն Հիսուս Քրիստոսի։ Այսպես ասեմ, այդ տիրադավները իմ եղբայրները չեն, ովքեր մեր Տեր Հիսուս Քրիստոսին ուրացել են, ովքեր Մայրաթորի Սուրբ Էջմիածնի եւ Վեհապար Հայրապետի դեմ են դուրս եկել, ուխտապահ հոգևոր դասի եւ հավատացյալ ժողովրդի դեմ, իրենք իմ եղբայրը չեն։ Իմ եղբայրը բոլոր նրանք են, ովքեր ի Քրիստոս իրենց ուխտին տված հնազանդության ուխտին հավատարիմ են Մայրաթոր Սուրբ Էջմիածնին, Վեհապար Հայրապետին եւ օրինական իրենց ծառայությունն են իրականացնում։ Մենակ իրանք են իմ եղբայրները, տիրադավները իմ եղբայրները չեն։ Այսինքն դուք համարում եք, որ այս տիրադավները հենց Հիսուս Քրիստոսին են ուրացել։ Այո, բնականաբար։ Ես իրենց նման եղբայր չունեմ, ունեցել եմ, կորցրել եմ։ Քանի իրենց ուխտին հավատարիմ էին, իմ եղբայրներն ու հայրերն էին հոգևոր, իսկ ուխտը ուրանալուց հետո այդ այսու իմ ոչ հոգևոր եղբայրներն են, ոչ էլ իմ հոգևոր հայրերն են առավել եւս։ Իրենք ընդամենը ուրացողներ եւ տիրադավներ են, Հուդայի բաժնեկիցներ են։ Եվ վերջին հարցը Վեհապար հոր այսպես գլխավորությամբ եպիսկոպոսական ժողովը Ավստրիայում տեղի կունենա, խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Ճիշտ որոշում է։ Վստահ եմ ներողություն միջանկյալ հարց տեսել եք մի քանի ԿՊԱ-կաններ այսպես ինչ գրառումներ էին անում, հա, խնդրեմ այս մասով ընդհանուր ձեր անուշ գրառումներ են արում, իրենց նպատակը այդ եպիսկոպոսական ժողովին միջամտելն է, ապօրենություններ գործելն է եւ Վեհապար Հայրապետը եւ Մայրաթորի իվերնախավը, որ որոշել է ժողովը Ավստրիայում կատարելու համար, իմաստուն որոշում է կայացել, որպեսզի ժողովը լինի ժողովականների ազատ կամ արտահայտության արդյունքը եւ ոչ թե պարտադրանք ժողովականների բերանով հնչող։ Ես մտավախություն ունեմ, որ նույնիսկ տիրադավները չեն մասնակցի ժողովին, որովհետեւ իրենք կոչ են արել իմիջայլոց, կոչ են արել չեղարկել արտերկրում ժողովը։ Մի խնդրում եմ, ուղղակի այս կարճ մեջբերում անեմ, իրատեսական ճանապարհներ գտնելու վերջ տալու կործանարար առճակատմանը եկեղեցու վերնախավի եւ պետության միջեւ։ Ուրեմն իրենք գնացել են առճակատման, իրենք կանգնել են։ Իրենք ճիշտ ասած պետության գիտակցություն չունեն, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանը չունի, իրենք պետության անվտանգություն ասելով հասկանում են Նիկոլ Փաշինյանին, պետության անվտանգություն ասելով հասկանում են Նիկոլ Փաշինյանի աթոռը։ Իսկ պետության անվտանգություն ասելով ես հասկանում եմ Արցախի այսօր մեր կորուստը եւ նաեւ ասենք Ջերմուկում, Գորիսում, Կապանում
ադրբեջանական ներխուժումը, որը մեր պետության անվտանգության սպառնալիք է, իսկ Նիկոլի Աթոռի սպառնալիքները պետության անվտանգության սպառնալիք չեն։ Շնորհակալություն Տեր Տիրադավները, ավել ասեմ, տիրադավ եպիսկոպոսները չեն կարող որևէ հայտարարություն տալ կամ ունենալ, որտեղ իրենք կաշկանդված են, իրենք միայն արտահայտում են, ինչ որ Նիկոլ Փաշինյանը գրում տալիս է իրենց ձեռքը։ Իրենց բոլոր հայտարարությունները իրենց կամ արտահայտությունը չէ, դրանք կոմպրոմատների, շանտաժի, պարտադրանքի հետևանք են եւ այն նույն մեթոդներով, ինչ որ իրենք կիրառում են իրենց թեմերից ներս այսօր քահանաների նկատմամբ։ Այն նույն մոտեցումով, ինչ որ Գևորգ Սրբազանը ոստիկաններ է ուղարկում իր քահանաների դեմ, նույն ձևով իրեն են մոտեցել եւ պարտադրել։ Ինքը ստրկացել է կոմպրոմատներին, շանտաժին, պարտադրանքին եւ փորձում է նույնը կիրառել մեր հոգեվոր եղբայրների նկատմամբ, որոնք փառք Աստծո ունենալով ասես մաքուր բարք, կենցաղ եւ հավատարիմ լինելով իրենց ուխտին, իրենց պահում են ազնիվ եւ շիտակ կերպով։ Շնորհակալություն Տեր Վրդանես։ Աստված օրհնի ձեզ լավ ելեք։